Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հունիսի 3-ին ավարտեց իր մարզային քարոզարշավը։ Վերջին մարզը, որն այցելեց քաղաքացիական պայմանագիրը, դա Գեղարքունիքի մարզն էր։ Նախընտրական հանդիպումներն ամփոփվեցին Գավառի կենտրոնում մեծ հանրահավաքով։ Խնդրեմ ներկայացնեք վերջին շրջանում, վերջին տարիների բարեփոխումները, որոնք տեսնում եք։ Նորմալ է։ Ոլորտային կնշեք։ Ինչ ասենք ամեն ինչ նորմալ։ Առաջին երթին ես կնշեի գյուղի բարեփոխումները։ Դեռևս խորհրդային տարիներին այս մայրուղին ասֆալտապատած էր եղել, լինել անորակ, բայց հիմա ամբողջ գյուղն է ասֆալտապատած։ Փողոցների բարեկարգումը, լուսավորություն շատ, վերջին 8 տարիների ընթացքում շատ վիթխարի բան է փոխվել գյուղում։ Հետո կնշեի վերջի տարին, այսինքն այս տարի թոշակառուների նկատմամբ ցուցաբերած բարձր հոգատարությունը եւ բժշկական սպասարկումը, թե անվճար տեղերի սպասարկումը, ամեն ինչ Կառավարության Իհարկե լիակատար գոհ եմ եւ ոչ միայն գոհ եմ, այլև իմ խորին շնորհակալություն եմ հայտնում մեր կառավարությանն այս մեծ աշխատանքների, մեծ հոգատարության, նաեւ անպայման կշեշտեի այս խաղաղության համար, որովհետեւ ժողովուրդն հանգիստ են ապրում, խաղաղ պայմաններում են ապրում, շատ կարեւոր է մանավանդ մեր Գեղարքունիքի մարզի համար, որ սահմանամեծ գոտի ենք։ Իսկ ընդդիմադիրների հայտարարությունների ոնց եք վերաբերվում։ Անկեղծորեն ասեմ, հազիվ եմ դիմանում, Վարկացնում են ձեզ։ որովհետև չի կարելի այդքան վարկաբեկել սեփական երկրին ու կառավարությանը, նույնիսկ եթե անգամ վատ լիներ մեր կառավարությունն, այդ աստիճան վիրավորանք եւ եթերում համացանցում հնչող այդ վիրավորական խոսքերը, հայհոյանքները դժվարության եմ կարողանում տանել։ Քոչյանի օրոք ինչ որ լավ բան հիշում եք։ Անկեղծորեն ասեմ, սկզբից ես ձայնս տվել եմ Քոչարյանի օգտին, բայց այն ինչ որ կատարվավ Քոչարյանի վերջի տարիներին եւ մարտի 1-ին, օրինակ քաղաքապետարանի դիմաց մարտի 1-ին սեփական ժողովրդի գնդակարությունը ոնց կարելի է դիմանալ կամ տանել։ Հաջորդն Քոչարյանի ամենամեծ սխալը, որ Սերժին բերեց իշխանության, հենց այս մեկը չեմ կարող տանել մինչեւ այսօր։ Ներկայացնեք ձեր համայնքի բարեփոխումները վերջին տարիներին։ Դե վերջին տարիներին բավականին շատ բարեփոխում եղել, փաստը ամբողջ ճանապարհը, որ այն ժամանակ թաղման ժամանակ հնարավոր չէր, որ 2-3 ժամ հասնում էինք միջև այո, բոլորը ընդհանուր առմամբ լուսավորություն չկար, Արևանի տունել չէր կարող գնալ։ Իսկ մի փառք Աստծո, բարեփոխումներ ինքան լավ եղավ, որպես ես թոշակառու թոշակս 3 չէ 4-5 անգամ արդեն ավելացել է, դառնա 72500 չկա չհաշված վրա եկը, որ անկախի կարետուր եմ անում։ Շատ Գոհ եք կառավարության։ Անչափ գոհ եմ, բայց մի դերկողություններ կա, որ դաշնակների ես բառած եմ ասում, դրանց պետք է լստացնեն ինքնաթիռ ու այնպիսի երկիր, որ էլ հետ վերադարձ չլինի։ Այ դրան գոհ։ Եվ ընդդիմադիրների հայտարարությունները ընդհանուր վերցրած ոնց եք։ Ընդդիմադիրները իրանց ղեկավարի շահերն են թալան են ուզում պաշտպանեն, որոնք կուտակել են այդ 20-30 տարի, այն որ մեր Ալեն Սիմոնը լավ ասում են, բանի տեղ հերոստատությունների փոխարեն որ կանսերվեք երեխեքը որտում էին զինվորները կախել էին այնտեղ քամիտա իմանան, չգիտեմ ես ով ով։ Իսկ մի փառք ասում, որտեղ մտած Հիտլերյան բունկերը սախսարկված, բոլոր տեղերը կնացել։ Խնդրեմ ներկայացնեք վերջին տարիներին ձեր համայնքում տեսանելի փոփոխությունները։ Իհարկե տեսանելի են փոփոխությունները, կառուցվել են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ։ Կառավարության աշխատանքից գոհ եք։ Իհարկե։ Վերջի տարիների փոփոխությունները ահագին են։ Ոլորտային կնշեք։ Ոլորտային ճանապարհները, լույսերը, դպրոցները, մանկապարտեզները, ամեն ինչ։ Ու ամենակարևորը խաղաղությունն է։ Այդ խաղաղությունը ամենակարևորն է։ Մնացած բոլորը երկրորդական են։ Գոհ եք կառավարության։ Իհարկե գոհ ենք, դաժե ոչ թե գոհ ենք, այլ կառավարության կարելի է համբուրել։ Եվ ընդդիմադիրների հայտարարությունների մասին Ընդդիմադիրների մասին խոսք չկա, նրանց մասին խնդրում եմ ինձ մի հարց տվեք։
ամեն ինչն էլ փոփոխություն տեսնենք, ամեն ինչ դրական է, մենք մեր վարչապետից շատ շնորհակալ ենք, այդպես շարունակում։ Մենք պարտականություն է մեր ժողովրդի, որ այսպիսի կառավարություն, այսպիսի վարչապետին ձեռից բաց չթողնենք։ Կարող եք ասել, որ ձեր համայնքում, Արտոնի համայնքում զարգացում ակնհայտ է։ Ակնհայտ է, այդ կույր մարդը մենակ չի տեսնում։ Մարդը ինչ հնարավոր է, մարդն արել են, անհնարին են պահանջում, այդ անհնարին արողները չկա, հրաշքներն սպասում, հրաշք չի լինում։ Իսկ ընդդիմադիրների հայտարարությունների մաս եք վերաբերվում։ Ինչ ասեմ, իրանք պաշտոնի համար, այդ պաշտոնի կռիվ, աթոռի կռիվ, նրանց չունեն, Ժողովրդի մասին նրանց չունեն ոչ մի պլան, ոչ մի բան չունեն, ժողովրդի համար անելի ոչինչ չունեն։ Իրանք 10-30 տարի արեն, ինչ են արել, որ հիմա ինչ կտանեն։ Մարդն այսօր Հայաստան զենք չի ունեցել, այսօր Հայաստանը զենք արտահանող երկիր է դարձել։ Իսկ իրանք այսօր այդ զենքը պարադիսելու անվանում են խաղալիք, բայց այդ խաղալիքներն ուր են։ Որ մեկը բարին է, թույնի կատարի։ Ես մինիքը տեսնում եմ ասում եմ, ասված ինչ արել եմ, ալումա թույնել լավ կատարի, թող խաղաղություն էլի մեր հայ բանակի մեր ժողովրդի լավ ապրեն։ Ես եմ ցանկանում։ Գոհ եք կառավարության աշխատանքից։ Կառավարությունը մեր կառավարությունը կայնած է կմնամ։ Բարեր փոխումներից ասենք, որ մեր օրինակ քավառում այն ժամանակները ավտոները չին կորում։ Դե տնից դուսալ։ Նույնիսկ Քաղաքում շտաբօգնություն չէր աշխատում։ Խոսերը շատ էին։ Այո։ Նիկոլի օրոք իմի գյուղերի փողոցները բոլորը ասֆալտած են։ Գնա Հացառատով, Բատիկյանով, գնա Սարուխանով, բոլոր գյուղերը մտնես լրիվ փողոցները ասֆալտած, լուսավորած, այո, ամեն ինչով։ Գոհ եք կառավարության։ Այդ ընդդիմադիրներն էլ որ խոսում են շատ, իրանք խոսում են իրանց փողերի համար։ Բե այդքան մի բան։ Այսինքն կարող ենք չի ասել այս տարիների զարգացումը թե ձեր համայնքում թե Հայաստանում ակնհայտ։ Այո, ամեն ինչն էլ զարգացուկը ամեն ձևի Էլ բարեփոխումների սոմանուչապ չկա, մանավանդ գյուղերը։ Տալի մեջի սող ժողովուրդն էլած ասվել տով են քելու։ Կոշիկ չմոշում, շելվարի հետ ամոշում։ Էլի չեն ուզում ես մարդից։ Մենք շատ գոյ ենք դուց։ Նիկոլ Փաշինյանը պետք է լինի վարչապետ, վերջ։ Եվ խնդրեմ անդրադառնաք ընդդիմադիրների հայտարարություններին, որոնք զորահանդեսը քննադատեցին։ Անուն մի տվեք էլ։ Ուղղակի խնդրում եմ այդ երրագլուխների անունը մի տվեք, սուտ են ասում։ Մեկ էլ ասում են 3000 թուրք է կալում։ Հա 300000 Որը ստա կալում չեն ասում բասարովին սուտ են ասում։ Չի կարելի։ Քոչարյանն ասում իմ կախին ես խիստի։ Սող թալնին կերան ասում ես խիստի։ Ես խիստ կլի։ Գավառ քաղաքում ահագին բարեփոխումներ է կատարվել, ունեցանք նոր մանկապարտեզ, որը չունենք այդ գյուղում կոնկրետ Հայրավանքում չկար մանկապարտեզ, ունեցանք բավականին հագեցած գույքով ամեն ինչով մանկապարտեզ, ունենք շատրվանը, ունենք լավ ասֆալտապատ ու լուսավոր փողոցներ։ Գոհ եք կառավարության աշխատանքից։ Շատ, այո, իհարկե։ Իսկ ընդդիմադիրների հայտարարությունների մասին ինչ կասեք։ Կարող եմ ասել չեմ դիտարկում, որտեղ հիմնական մասը գտնում եմ, որ ստախոսությամբ են զբաղվում։ Ես խնդրեմ ներկայացնեք բարեփոխումները ձեր համայնքում։ Բարեփոխումները ժողովրդին եմ ասում, որ այդքան շատ մատանի ինքը չի կարա ֆրացնել, բայց որ այս կար ժամանակում իրանք 30 տարի աբիլեցին ու քանդին թալանին, ինքը այս 5 տարի էլ չկա եւ բանակա հզորացնում եւ դբրոցա կառուցում, մանկապարտեզա կառուցում։ Հիմա ես որպես հիմա Նիկոլը իմ առաջը կանգնածա, չէ՞, դες ինչ եմ ասելու իրան։ Անոնք, որոնք կծաղրին ու գդաբաճանին քեզ, ծունկի պիտի կան գահուտ ոտներուն առաջ, դուն պիտի ճզվեց անոնց գլուխները, այդ է երկնավորի հրամանը։ Սապատավորին գերեզմանն է ուղում։ Ես դերասան եմ։ Կինոյի եւ թատրոնի։ Ինչ ասեմ, աղջիկ ջան,
Արեք տենանք էլի։ Ծուր հայլով չնայենք էլի, մենք չնախանձենք, մենք խոնարհվենք իր առաջ։ Թող այդ իր ծնողի հոգին լուսավորի, որ այդպեսի ղեկավար ատվել մեզ։ Գրագետ կիրթ իր թիմներ, բոլորը գրագետ կիրթ կարողանում են ամբողջ աշխարհին կապել այդ մարդը։ Էլ ինչ ենք ուզում։ 46 տարվա մանկավարժ եւ նման ցնծություն, ուրախություն ես չեմ տեսել 1991 թվականից հետո։ Իրոք մեր վարչապետը մեր ազգի պահապանն ու փրկիչն է։ Միայն մի խնդրանք ունեմ ես մեր վարչապետից եւ ամբողջ մեր գյուղի հասարակության անունից եւ ամբողջ հայ ժողովրդի անունից։ Մարդասպան Ծուրբերանը պետք է ճաղերի հետևում հայտնվի։ Իմ հասակակիցները միայն դա ենք երազում, որովհետև ինքը հայության հետ ոչ մի կապ չունի, ինքը երբեք չի խաչակնկվել, ինչ հայ, ինքը այբուբեն չգիտի, ինչ հայ, դա ձևական բնույթ է կրում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։